Հայաստանը առաջին հերթին գիտության մեջ եթե ուզում է դեր որևէ խաղալ, իր մարդկային կապիտալի վրա պետք է հենվի։ Մենք շատ ռեսուրսներ չունենք, ինֆրաստրուկտուրայի մեջ մեծ ներդրումներ անել չենք կարող կամ դրանով մրցել աշխարհի հետ։ Հետևաբար պետք է մրցենք մարդկային կապիտալի շնորհիվ։ Հայաստական բանականության ոլորտը դեռևս 5-6 տարի առաջ երբ որ գնահատում էինք, որ ոլորտներում Հայաստանը կարող է մրցել, այդ ոլորտներից մեկն էր։ Մրցակցություն կա այդտեղ բավականին շատ, զուգահեռ դրան բավական մեծ դաշտ կա խաղի։ Որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա մրցելու այս ոլորտում, կարևոր է որ մենք մրցունակ մարդկային կապիտալ ունենանք եւ բնականաբար դա նշանակում է կրթության մեջ ներդրում ունենալ եւ ոչ միայն անհատների մեջ եւ կարճաժամկետ ծրագրերով, այլ հենց երկարաժամկետ, որպեսզի կարողանանք ունենանք եւ քանակ եւ որակ։ Այդ իսկ պատճառով FAST-ը մշակել է մի շարք ծրագրեր, որոնք որ հենց արհեստական բանականության ոլորտում կրթության մեջ են խորանում։ Կարճաժամկետ զանազան ծրագրեր արդեն արել ենք եւ հիմա արդեն համակարգային փոփոխություններին ուղղված ծրագրեր ունենք անցել։ Արհեստական բանականության վերջին զարգացումները հատկապես այդ chatbot-երի ոլորտում, լեզվական մոդելների, ChatGPT, Gemini եւ այլն, հետաքրքիր հնարավորություններ են բացում ու այսօր կրթական աշխարհը այդ փորձերի փուլում է։ Երևի թե ամենահետաքրքիր ու ակտիվ գործունեությունը այդ Khan Academy-ն է հիմա իրականացնում։ Կարծեք թե հնարավոր է դառնում դպրոցական բովանդակությունը որոշակի մանկավարժական մեթոդիկայով մատուցել, հա, հիմա դրա մի տարբերակը արդեն ChatGPT-ում կա, որպես լրացուցիչ գործիք։ Այսօր արդեն այդ օրինակները կան, որ փորձում են ChatGPT-ի միջոցով հարմար միջավայր ստեղծել աշակերտի համար, որ կարելի է խոսել հետ։ Այս պահին դրանք հիմնականում անգլերեն են, բայց աստիճանաբար կարծում եմ մյուս լեզուներով էլ կսկսեն աշխատել ու ակնհայտ է, որ շատերն են արդեն կարողանում ինչ-որ իրականություններ ստանալ։ Արհեստական բանականության ոլորտի հիմքային կարողությունները հենց ձևավորվում են դպրոցից, դրանք են մաթեմատիկան ու ծրագրավորումը, դրա համար կարևորում ենք, որ սկիզբը ԱԲՍ-երում ծրագրի պետք է սկսի դպրոցից եւ պետք է հենց այդ հիմքային կարողությունները հիմքը ստեղծի, որպեսզի երիտասարդները հետո կարողանան այս ուղով շարունակել իրենց կրթությունը։ Հիմա երեխաները արդեն առաջի կիսամյակի մաթեմատիկայի եւ Python ծրագրավորումը ավարտել են եւ վերջերս նաեւ օլիմպիադաներ ունեցանք հասկանալու նաեւ ստուգելու իրենց պրոգրեսը այդ ուղղությամբ, ինչպես նաեւ հասկանալու այն խումբը երեխաների, ովքեր հաջորդ տարվանից շարունակեն արհեստական բանականության ուղղությամբ։ Բացի այդ նաեւ այս մարտից մեկնարկում է մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, անգլերենի ուղղված ծրագիրը, ինչպես նաեւ ուսուցիչների զարգացման ծրագիրներ զուգահեռ ընթանում եւ արդեն ուսումնական տարվա ավարտին իր ամփոփումը կստանա առաջի տարվա համար։ Հակիրճ ծրագիրը շատ բուռն զարգացումների փուլում է եւ տարբեր ուղղություններով, թե կրթական ռեսուրսների ստեղծման ու վերանայման փուլով, թե ուսուցիչների հետ աշխատանքի փուլով, թե դպրոցների վերազինման փուլով, թե նաեւ աշակերտների եւ նրանց ծնողների հետ աշխատանքների ուղղությամբ։